Սիրեցեք արդարությունը, երկրի դատավորներ, բարի խորհեցեք Տիրոջ մասին և պարզ սրտով փնտրեցեք նրան, Աստված պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, և պիտի երևա նրանց, ովքեր թերահավատ չեն նրա նկատմամբ։ Արդարև, անիրավ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զորությունը փորձելու համար Աստված հանդիմանում է անզգամներին։ Իմաստությունը չի մտնի չարանեն գանձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում։ Իմաստուն և անբիծ հոգին փախչում է նենգությունից ու մերժում անմիտների խորհուրդները, և երբ անիրավություն է վրա հասնում, հանդիմանում է այն։ Իմաստուն և մարդասեր հոգին չի արդարացնում նրան, ով հայոյում է իր բերանով, որովհետև Աստված վկա է նրա ներքին ցանկություններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է և նրա լեզվի ունկնդիրը։ Արդարև, Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը, և նա, որ պահում է ամեն ինչ, գիտե, թե ով ինչ է բարբառում։ Ուստի նա, ով անիրավ բաներ է շշնջում, չի ծածկվելու և չի խուսափելու արդարացի դատապարտությունից։ Ամբարիշտների խորհուրդների քննություն պիտի լինի, նրանց ասացների լուրը պիտի հասնի Տիրոջը, և նրանք պիտի կրեն իրենց անիրավությունների պատիժը։ Նախանձախնդիր ականջը լսում է ամեն բան, և քրթմնջյունն ու շշնջյունն անգամ չեն մնա ծածուկ։ Ուստի այսուհետև զգույշ եղեք անօգուտ քրթմնջյունից և բամբասանքներից խնայեցեք ձեր լեզուն, որովհետև գաղտնի շշնջյունը զուր չի անցնի, և ստախոս բերանը կսպանի հոգին։ Ձեր կյանքի մոլորությամբ ձեզ մահ մի ցանկացեք, և մի սպանեք ձեր անձերը ձեր իսկ ձեռքերի գործերով։ Արդարև, Աստված մահ չի ստեղծել, և նա չի ուրախանում ողջերի կորստյան համար։ Նա ամեն ինչ հաստատել է լինելու համար, և աշխարհի գործերը փրկության համար են։ Ոչ մահաբեր թույն կա նրանց մեջ, և ոչ էլ դժոխքի թագավորություն երկրի վրա, որովհետև արդարությունը անմահ է։ Իսկ ամբարիշտները ձեռքով ու խոսքով իրենց մոտ կանչեցին մահը, նրան իրենց բարեկամ համարեցին, հալոմաշ եղան և դաշինք կնքեցին նրա հետ։ Անուղղամ մարդիկ այսպես խորհեցին իրենց սրտի մեջ ասելով. մեր կյանքը կարճ է և ցավերով լի, և երբ մարդ հասնի իր վախճանին, ոչ մի փրկություն չկա, և չկա մեկը, որ վերադարձած լինի մահվան գերեզմանից։ Մենք պատահաբար ենք ծնվել, և սրանից հետո էլ չեղածների պես ենք լինելու, որովհետև մեր օրունգերի շունչը ծուխ է ասես, իսկ մեր խոսքը կայծ, որ ծնվել է մեր սրտի տրոփից։ Կայծի մարումով մարմինը մոխիր է դառնում, իսկ հոգին սփռվում է ինչպես թույլ օդ։ Մեր անունը պիտի մոռացվի ժամանակի ընթացքում, և ոչ ոք չի հիշելու մեր գործերը։ Եվ ինչպես ամպի հետք պիտի անցնի մեր կյանքը, և պիտի ցրվի շամանդաղի նման արեգակի ճառագայթներից հալված ու քշված նրա տապից։ Արդարև, մեր կյանքը սահող ստվեր է, և ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կնքվի, այլևս ոչ ոք չի կարող վերադարձնել։ Արդ եկեք վայելենք այն բարիքները, որ կան, և ինչպես մանկության օրերին, ըմբոշխնենք այն, ինչ ստեղծված է։ Եկեք հագենանք պես-պես գինիներով ու անուշ յուղերով, և թող գարնան ծաղիկը չանցնի մեր կողքով։ Կոկոն վարդերից պսակներ կրենք, քանի դրանք չեն թարամել։ Թող մեծաշուք մեր այս ուրախությունից ոչ ոք ամենևին անմասն չմնա։ Ամեն տեղ ուրախության մի նշան թողնենք, որովհետև դա է մեր բաժինը, դա է մեզ վիճակվել։ Եկեք անիրավությամբ բռնադատենք տնանկին, չխնայենք որբևայրում, չխորշենք ծերի բազմամյա ալեհերությունից։ Թող մեր ուժը դառնա արդարության օրենքը, որովհետև տկարությունը պիտանի չէ և ոչ մի բանի։ Դարանակալ լինենք արդարին, որովհետև դժկամ է նա մեր հանդեպ և հակառակ մեր գործերին,
նախատինք է տալիս մեզ օրենքների դեմ մեղանչելու համար և պարսավում է մեզ մեր երիտասարդական մեղքերի համար։ Նախ խոստովանում է, թե Աստված գիտություն ունի և իր անձը Տիրոջ որդի է անվանում։ Մեր առջև մեր խորհուրդների հանդիմանությունն է նա։ Ծանր է մեզ համար նաև նրան տեսնելը, որովհետև նրա կյանքը նման չէ ուրիշների կյանքին և այլազան են նրա վարքի շավիղները։ Նա մեզ գարշանք է համարում և խորշում է մեր ճանապարհներից ինչպես պղծությունից, երանի է տալիս արդարների վախճանին և հպարտանալով Աստծուն հայր է կոչում։ Տեսնենք արդյոք ճշմարիտ են նրա խոսքերը և փորձենք իմանալ, թե ինչ է լինելու նրա վախճանը։ Եթե արդարև Աստծու որդի է, ապա թող Աստված պաշտպանի և ազատի նրան հակառակորդների ձեռքից։ Թշնամանքով և ծեծով խոշտանգենք նրան, որպեսզի տեսնենք նրա հեզության չափը և խելամուտ լինենք նրա համբերատարությանը։ Խայտառակ մահվան դատապարտենք նրան, արդյոք Աստված օգնական կլինի նրան։ Այսպես խորհեցին և խաբվեցին ամբարիշտները, որովհետև նրանց կուրացրել էր իրենց չարությունը, չճանաչեցին Աստծու խորհուրդները և չակնկալեցին ոչ սրբության վարձը և ոչ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիվը։ Աստված մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար և արարել է նրան ըստ իր բարերարության պատկերի։ Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով, և ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն, բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց։ Անազգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից համարվեց տնջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից կործանում, բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ։ Ու թեպետ և մարդկանց թվում է, թե նրանք տանջվեցին, բայց նրանք անմահության հաստատ հույս ունեն, ինչպես և նրանք, որոնք չխուսափեցին սակավինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստված փորձեց նրանց և նրանց էլ արժանի գտավ իրեն։ Նրանց փորձեց ինչպես ոսկին բովի մեջ և իբրև ողջակեզի զոհ ընդունեց նրանց, և երբ Տերն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպես կայծը եղեգի միջով, պիտի դատեն ազգերին և տիրեն ժողովուրդներին, և նրանց վրա հավիտյան թագավորելու է Տերը։ Նրանք, որ իրենց հույսը դրել են Աստծու վրա, պիտի իմանան ճշմարտությունը, և նրանք, որ հավատարիմ են, սիրով պիտի սպասեն նրան, քանզի սրբերի համար են նրա շնորհները և ողորմությունը, և իր ընտրյալների համար է նրա այցելությունը։ Իսկ ամբարիշտները, որոնք արհամարհեցին արդարությունն ու ապստամբեցին Տիրոջ դեմ, պիտի կրեն իրենց պատիժը իրենց խորհուրդներին համապատասխան։ Արդարև, ով անարգում է իմաստությունն ու խրատը, թշվառական է, ունայն է նրա հույսը, անօգուտ է նրանց վաստակը, և պիտանի չեն նրանց գործերը։ Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները չարաբարո և անիծված են նրանց ծնունդները։ Երանելի է անարատ ամուլը, որ մեղքի անկողին չի ճանաչել, նա վարձ կընդունի դատաստանի օրը։ Նաև ներքինին, որ իր ձեռքով անիրավություն չի գործել և ոչ էլ չարություն է խորհել Տիրոջ մասին, նրան ըստ իր հավատի ընտիր շնորհ է տրվելու և ցանկալի վիճակ Տիրոջ տաճարում։ Արդարև, փառավոր է բարի վաստակների պտուղը և անսխալ իմաստության արմատը։ Շնացողների որդիները լինելու են պակասավոր և պիտի ոչնչանա ապօրինի անկողն ու զավակը։ Եվ եթե նույնիսկ երկարակյաց էլ լինեն, ոչնչություն են համարվելու, իրենց կյանքի վախճանին էլ անարգվելու է նրանց ծերությունը։ Իսկ եթե շուտ էլ լինի նրանց վախճանը, հույս չեն ունենալու և ոչ էլ դատաստանի օրը մխիթարություն։ Այո,
Այսպես է կարգը, անիրավ սերնդին, չարաչար վախճան։ Լավ է անզավակ լինել, բայց առաքինի, որովհետև առաքինի մարդու հիշատակն անմահություն է, որ ճանաչվում է թե Աստծու կողմից և թե մարդկանց։ Առաքինությանը հպվելիս մարդիկ նմանվում են նրան, հեռանալուց հետո անցկագին փափագում, հավիտենականության մեջ նրանք պսակավորված պիտի ջեմեն և տոնեն իրենց հաղթանակը անթառամ նահատակության պատերազմում հաղթած լինելու համար։ Ամբարիշտների բազմածին զավակները պիտանի չեն լինի, փտած շիվերը խորարմատներ չեն տա և հաստատուն չի լինի խախուտ հիմքը։ Ու թեև միառժամանակ ճյուղերը կարող են բողբոջել, բայց լինելով անկայուն հաստատված պիտի տարուբերվեն հողմից և հողմի ուժով էլ պիտի արմատախիլ լինեն։ Արմատի շուրջն աճած թույլ շիվերը պիտի կոտրատվեն, ժամանակին չի հասունանալու նրանց պտուղը ուտելու համար և ոչ մի բանի պիտանի չի լինելու։ Ապորինի անկողնուց ծնված որդիները դատաքննության ժամանակ իրենց ծնողների անբարոյականության վկաներն են լինելու, իսկ արդարը, եթե ժամանակից շուտ էլ վախճանվի, հանգիստ կգտնի։ Պատվաբեր ծերությունը ոչ երկարակեցությամբ է չափվում և ոչ էլ ապրած տարիների թվով, այլ մարդու համար իմաստությունն է նրա ալեհերությունը և անարատ կյանքն է նրա ծերության հասակը։ Կար մի արդար մարդ, որ հաճելի եղավ Աստծուն, Աստված սիրեց նրան և նրան իր կենդանության ժամանակ մեղավորների միջից փոխադրեց երկինք։ Նա հափշտակվեց, որպեսզի չարությունը չայլափոխի նրա իմաստությունը կամ նենգությունը չխաբի նրա հոգին։ Անզգամության չար նախանձը շեղում է բարուց և ցանկասիրության կիրքը խուճապի է մատնում անմեղների միտքը։ Այդ արդարը կատարելության հասավ կարճ ժամանակում և որովհետև նրա հոգին ցանկալի էր Տիրոջը, ուստի նա տագնապեց չարերի մեջ։ Իսկ մարդիկ տեսան դա և չհասկացան, ոչ էլ նույնիսկ մտածեցին, թե Աստծու արդարությունը իր սրբերի վրա է և նրա ձեռքն անպակաս է իր ընտրյալների վրայից։ Հանգուցյալ արդարը դատապարտում է կենդանի ամբարիշտներին և վաղ հասունության հասած երիտասարդությունը դատապարտում է բազմամյա անիրավ ծերությունը։ Իմաստունի վախճանը տեսնում և չեն հասկանում, թե ինչ է խորհել Տերը նրա մասին և ինչից է զգուշացրել նրան։ Մարդիկ կտեսնեն և կարհամարեն նրան, մինչդեռ Տերը պիտի ծիծաղի նրանց վրա։ Եվ դրանից հետո նրանք պիտի լինեն անարգ կործանման և ամոթանքի մեջ հավիտենական մեռելների հետ, որովհետև Տերը պիտի պայթեցնի նրանց ուռած անշշունչ մարմինները, հիմքերից պիտի շարժի նրանց, մինչև որ նրանք իսպառ խոպան դառնան, տանջվեն ցավերի մեջ և պիտի կորչի նրանց հիշատակը։ Իրենց կուտակած մեղքերից տագնապած նրանք պիտի հասնեն դատաստանի օրվան և նրանց գործած անիրավությունները պիտի կշտամբեն նրանց ճակատ առ ճակատ։ Արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդեպ, և նրանք, ովքեր արհամարհում էին նրա վաստակը, տեսնելով նրան պիտի խռովվեն սաստիկ երկյուղից և պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկության համար։ Նրանք պիտի զղջան իրենց մտքում և հոգու նեղությունից ճնշված պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ և նախատինք էինք տալիս։ Մենք անմիտներս նրա վարքը մոլորություն էինք համարում, իսկ նրա վախճանը անարգանք։ Բայց նա ինչպես դասվեց Աստծու որդիների շարքը, դառնալով սրբերին վիճակակից։ Ուրեմն մենք մոլորվեցինք ճշմարտության ճանապարհից, արդարության լույսը չլուսավորեց մեզ և մեր սրտերում չծագեց արդարության արեգակը։ Մենք խրվեցինք անօրենության և կորստյան շավիղների մեջ, գնացինք անկոխ անապատներով և չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։
ինչ շահ բերեց մեզ հպարտությունը և ինչ նպաստ բերեց մեզ հարստությամբ բարձենալը։ Այդ ամենն անցավ ինչպես թվեր և թռավ ինչպես մարդու վաղանցուկ համբավ, ինչպես ուռած ջրերը ճեղքող նաև, որի անցնելուց հետո անհնարին է գտնել նրա հետքերը և թողած շավիղները ալիքների մեջ, կամ ինչպես օդում ճախրող թռչունը, որի ընթացքից չի մնում նշմարելի մի բան, մագիլներով բախվելով և ճեղքելով թեթև հողմը, նա բուռն ուժով մտնում է ոլորտից ոլորտ և թևերը թափահարելով սլանում դեպի առաջ։ Դրանից հետո նրա սլացքից չի մնում և ոչ մի նշան, կամ ինչպես դեպի նպատակակետն արձակված նետ, որ թռչում է օդը ճեղքելով, բայց օդը կրկին արագ իրար է գալիս և չգիտես թե նետը որտեղից անցավ։ Այդպես էլ մենք ծնվեցինք ու դադարեցինք գոյություն ունենալուց և չկարողացանք առաքինության ոչ մի նշան ցույց տալ, այլ մաշվեցինք մեր իսկ չարիքների մեջ։ Արդարև, ամբարշտի հույսը կորչում է ինչպես քամուց բարձրացված փոշի, իբրև մրրկից հալածված մանրիկ եղյամ, իբրև հողմից ցրված ծուխ կամ ինչպես մեկ օրվա հյուրի հիշատակ։ Բայց արդարները պիտի ապրեն հավիտյան, նրանց վարձը Տիրոջից է և նրանց խնամքը Բարձրյալից։ Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայության վայելչությունն ու գեղեցիկ թագը, քանի որ Տերն իր աջով նրանց հովանի և իր բազկով նրանց պաշտպան է լինելու։ Տերը պիտի սպառազինվի իր նախանձախնդրությամբ և պիտի զինավառի իր արարածներին թշնամիներից վրեժ լուծելու համար, իբրև զրահ նա պիտի հագնի արդարությունը և անաչառ դատաստանը իբրև սաղավարտ պիտի դնի գլխին, որպես վահան պիտի վերցնի իր անպարտելի սրբությունը և որպես հատուս ու սեր պիտի սրի բարկությունը։ Եվ Տիրոջ հետ միասին ու խառն աշխարհը պիտի պատերազմի անզգամների դեմ, ամպերից ինչպես լայնալիճ աղեղներից փայլակների կորովի նետեր պիտի տեղան և թռչեն դեպի նպատակակետը, և բարկությունից ինչպես քարանետից առատ կարկուտ պիտի թափվի։ Ծովի ջրերը պիտի զայրագին հորդեն նրանց վրա, գետերը պիտի անխնա ողողեն, բուռն հողմը պիտի հարվածի նրանց դեմքին և ինչպես մրրիկը պիտի քշի նրանց։ Անօրենությունը պիտի ավերի ողջ երկիրը և խարդախությունը պիտի կործանի բռնակալների գահերը։ Լսեցեք, ով թագավորներ, և հասկացեք, սովորեցեք երկրի բոլոր ծագերի թագավորներ։ Ականջ դրեք դուք, որ բազմություններ ունեք ձեր ձեռքի տակ և հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա։ Ձեզ այդ իշխանությունը Տիրոջ կողմից է տրված, տերությունը Բարձրյալից։ Նա էլ հաշիվ է պահանջելու ձեր գործերի համար և քննելու է ձեր մտածումներ։ Դուք նրա թագավորության սպասավորներն եք, բայց ուղիղ դատ չեք վարում, չեք պահում նրա օրենքները և չեք հետևում Աստծու կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրա, քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ Ռամիկի համար կաններման ողորմածությունը։ Հզորներն ավելի խիստ են դատվելու, որովհետև Տերը ոչ ոքի հատկապես իր աչքի տակ չի ունենում, չի խորշում ոչ մի մեծությունից, քանզի ինքն է ստեղծել թե մեծին և թե փոքրին և հավասարապես խնամք է տածում բոլորի նկատմամբ։ Բայց զորավորների նկատմամբ ավելի խիստ քննություն պիտի լինի։ Արդ ձեզ են ուղված իմ խոսքերը, ով բռնակալներ, որպեսզի իմաստություն սովորեք և չսխալվեք։ Այն ամենը, ինչ սուրբ է, պահեցեք սրբությամբ, և դուք պիտի սրբանաք։ Նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանություն պիտի գտնեն։ Արդ ձգտեցեք հետևել իմ խոսքերին, փափագեցեք և պիտի խրատվեք։ Լուսավոր և անթառամ է իմաստությունը, դյուրին է հայտնվում իր սիրողներին և հեշտ է գտնվում փնտրողներից։ Նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին ավելի շուտ ճանաչվելու համար։
ով վաղ է ելնում նրան փնտրելու, նա չի չարչարվի, որովհետև դեգերելիս կգտնի այն իր դռան մոտ։ Նրա մասին մտածելն արդեն կատարյալ իմաստություն է, և ով տքնում է նրա համար, շատ շուտ էլ կթեթևանա հոգսից։ Արդարև, իմաստությունն ինքն է շրջում գտնելու իրեն արժանի եղողներին և քաղցրությամբ հայտնվելով նրանց շավիղների վրա, ինքն է նրանց տալիս ամեն մի հնարագիտություն։ Իմաստության սկիզբը իմաստություն սովորելու ճշմարիտ ցանկությունն է, իսկ սովորելու ցանկությունը նրա նկատմամբ տածած սերն է, նրա օրենքների պահպանությունը գութն է, նրա օրենքների յուրացումը անեղծության հաստատունությունը, իսկ անեղծությունը մարդուն մոտեցնում է Աստծուն և իմաստության ցանկությունը տանում է դեպի արքայություն։ Արդ, ով ժողովուրդների բռնակալներ, եթե իշխանության գահեր և մականներ եք տենչում, ապա պատվեցեք իմաստությունը, որպեսզի հավիտյան թագավորեք։ Իսկ թե ինչ է իմաստությունը և ինչպես է ծագել այն, ես կպատմեմ։ Ես չեմ թաքցնի ձեզնից նրա գաղտնիքները, այլ այն կքննեմ արարածների ստեղծման սկզբից և կբացահայտեմ նրա իմացությունը։ Ես չեմ շեղվի ճշմարտությունից և ոչ էլ նրան կհետևեմ այն անձի նման, որ մաշվել է նախանձից, քանի որ այդպիսի մեկը հաղորդ չէ իմաստությանը։ Իմաստունների բազմությունն աշխարհի փրկությունն է, իմաստուն թագավորը ժողովուրդների ամրությունը։ Այսուհետև, որպես խրատ առեք իմ խոսքերը և օգտվեցեք դրանցից։